Ոնց ենք կատարում Drive-ի պայմանները։ Նախ մտնում ենք drive.com, հավաքում ենք ձեր լոգինը, պարոլը, մտնում ենք։ Բացվելու է անկետան, որը որ պետքա լրացնեք պարտադիր։ Ճիշտ լրացրեք, որովհետև սա փոփոխման ենթակա չի։ Հետո ամեն կատալոգում սաբույցիա բաժնում լինում է առաջադրանքներ, որոնք դուք պետքա կատարեք։ Առաջադրանքներ կան, որ գնեք այս ապրանքը, այստեղ գրում է մանրամասն, քանի հատով վերցնեք, ինչպես վերցնեք։ Ձեզ յուրաքանչյուրի դիմաց տալիս է Drive, վերևը միշտ գրած է Drive-ի չափը, տեսեք, սա 30 է, վերևը կա, որ 50 է։ Հետո գոյություն ունի challenge-ներ, ստե ներքևը նայեք, սա արդեն կատարված է, դրա համար իջելա ներքև։ Vkontakte.com կայքում, դա նույն Facebook-ն է, Instagram-ն է, ուղղակի ռուսական կայք է, Vkontakte-ում տեղադրում եք իրենց տված թեմայի շրջանակներում որևէ մի նկար ու դնում եք իրանց hashtag-ը, օրինակ այսի։ Կարաք ձեր ստացած պատվերի նկարները տեղադրեք ու տեղադրեք։ Հետո հղումը ուղարկում եք այստեղ, սա ուղղակի արված է արդեն, տեսեք, դրա համար այս ձևով է բացվում, որ արված չի լինում, հղումի տող է բացվում։ Ուղարկում եք այդտեղ ու ինքը ավտոմատ Drive-ը ձեզ տալիս է ու գցում է արդեն կատարվածների մեջ։ Իսկ սրանք, որոնք որ գնվող ապրանքներ են, կատալոգը փոխվելուց հետո 3 շաբթօրը դա նստում է։ Հետո, եթե ցանկանում եք տեսնել, որ ռեյտինգում եք, որտեղ եք, մտնում եք ռեյտինգներ բաժինը, այստեղ ցույց է տալի պայմանները, այստեղ իր դպրոցն է, ուսուցում շատ լավ կա, այստեղ ուսուցման ծրագիրը վերջն է։ Կարաք նայեք ու լիարժեք կտիրապետեք ամեն ինչին։ Այստեղ ձեր edge-ն է, որը ցույց է տալի, թե դուք ինչքան Drive ունեք, այս կատալոգում ինչքան եք հավաքել, որտեղ եք տվյալ պահին, այս բանը օրինակ Հայաստանում 3-րդ տեղն է, Մարատի մարզում առաջին տեղն է, իջնում ենք այսպես ներքև, կամ կարող ենք սեղմել Հայաստանի վրա նայել, մի խոսքով ամեն ինչ այստեղ պարզ ցույց է տալիս, երևում է։ Ձեզ այս պահանջվում է ընդամենը մտնել, գործողությունները անել եւ վերջ։